Վառվում է Նուբարաշենի աղբավայրը։ Կես գիշերին է հրդեհը մոլեգնել, թունավոր ծուխը տարածվել ու զգացվել է մի քանի տասնյակ կիլոմետրից, հարվածի տակ առնելով մարդկանց առողջությունը։ Շրջակայքի բնակիչները պնդում են, աղբավայրը միշտ է ծխում, այս դեպքում պարզապես գիշերը բարձրացած քամին է նպաստել հրդեհի բռնկմանը։ Մասնագետը սակայն նկատում է, աղբավայրում առկա գազային կուտակումներն են հրդեհի պատճառը։ Այդ աղբավայրը այնքան հին աղբավայր է եւ այնքան գազ կա կուտակված այնտեղ, որ շահագործումը պիտի այլ ձևով իրականացվի, այսինքն մենք պիտի ներսի գազը կարողանանք օգտագործել, որպեսզի այդ բռնկումները չլինեն։ Բնապահպանն ասում է, գազը կուտակված է աղբավայրի բոլոր շերտերում եւ բավական է մի փոքր արևի ճառագայթ կամ ծխախոտի կայծ ու կրկին մեծածավալ բռնկումը պատրաստ է։ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքների մասին բազմիցս են բարձրաձայնել մասնագետները, մատնանշել այն վտանգները, որոնք թաքցնում է բաց աղբանոցը, ընդերքի ջրերի աղտոտումից մինչև վտանգավոր վարակների տարածում։ Որ ոչինչ չլինի, թունավորումներ, գլխապտույտներ, մարդկանց հոգերի վրա ազդեցություն, որտեղ շնչում են այդ օդը։ Փրկարարներ, հատուկ տեխնիկա, հրդեհը մարող մի քանի մարտական հաշվարկ։ Կրակնիչեցնելը լուրջ ներուժ է պահանջել։ Առավոտյան արդեն դեպքի վայր է մեկնել Երևանի քաղաքապետը։ Ավինյանը տեղում է խիստ հանձնարարականներ տվել։ Ոչ մեկ չի մտնում առանց հստակ իմանալու ինչ նպատակով է մտնում, հերիք եղավ բոլորը։ Այս անգամ հրդեհն ավելի մեծամասշտաբ է եղել, քան օգոստոսի 8-ին էր։ Նախորդ անգամ մոտ 5 հեկտար տարածք էր կրակը վերցրել, այս դեպքում կրկնակի ավելի։ Քաղաքային իշխանությունից հենց սկզբից հայտարարություն եղավ, թե այստեղ դիտավորություն են նկատում։ 19:30 ես գնացել եմ այստեղից, ինչպես ժողովուրդն ասում, պատրույքի չափ անգամ ծխացող կետ չի եղել այս տարածքում։ Եվ հանկարծ գիշերը 4 կողմից բռնկումը։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Երեկոյանն էր, որ Ավինյանն ուղիղ եթերում հայտարարեց նաև, որ հրդեհն ամբողջովին մարված է, բայց ծխացող հատվածներ կան, որոնցում դեռ աշխատում են։ Քաղաքապետն ասաց նաև, որ այս խնդիրը հիմնովին լուծելու համար մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, եւ այս տարի կհայտարարեն այդ մրցույթի առաջին փուլը։ Սա է Ավինյանի խոսքով համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։